Մենք գտնվում ենք Սիլիկյան թաղամասում, Սիլիկյան կոչվող գերեզմանատան հարող հատվածում։ Պետք է նշեմ, որ այս ճանապարհով նաև հետագայում մուտք է լինելու ակադեմիական քաղաք։ Սա արդեն մեր երկրորդ պրոյեկտն է իրականացնելու գերեզմաններին եւ դրան հարող փողոցների, որտեղ կա տրանսպորտային հոսք, դրանք անջատելու կանաչ զանգվածով։ Այժմ Սիլիկյան գերեզմանատան 1 կիլոմետրից մի փոքր ավել հատվածում 200-ից ավել ծառատեսակներ են տնկվում, տեղադրված են 10 տարեկան եւ ավելի հասուն ծառեր։ Ունենք Ռոբինյա կեղծակացյաներ, գնդաձև փթենիներ են, որոնք պտուղ չեն տալիս, ինչպես նաև մշտադալարներ ունենք օգտագործած, բիոտաներ եւ տարբեր տեսակի թփեր։ Ծրագրի մասին խոսում ենք դեռևս 2022 թվականից, այժմ միայն հնարավոր եղավ այս տարի սկսել դա, արել ենք առաջինը Դավիթաշեն գերեզմանատանը, երկրորդը այս տարի սրանով կվերջացնենք Սիլիկյան գերեզմանատանը եւ պետք է նշեմ, որ ամբողջ 1 կիլոմետր երկայնքով անցկացված է ոռոգման համակարգ։ Նորից եմ նշում, այնտեղ, որտեղ ոռոգման համակարգ չկա, մենք փունք չենք իրականացնում։ Խնամքը, ջրելը կհանձնվի բնակության հատուկ սպասարկման պոակին, իսկ խիստ մասնագիտական աշխատանքները ընթացս կկատարի կանաչապատում ՀՕԱԿ-ը։ Բարեկարգում ենք փողոցը, ծառերը տնկում ենք, որ հետևում մաքրություն լինի, խոտ աճի, տարածքը նայվի, փոշին քիչ լինի։ Ճանապարհի եզրերով մեկ երկարությամբ ծառեր են տնկում, որպեսզի գերեզմանները բնակավայրից անջատվի։